Բարի ողջույններ Արմաշի համից, ինչպես եք հարգելիներս։ Ուզում եմ ցույց տամ ցորենը, որ ես երեկոյան ցանել եմ հարգելիներս, դե հիմա դրել եմ լուսամուտի կոկին և ուզում եմ ցույց տամ։ Սա սպիտակաձավարն է, տեսեք ինչ լավ արևանգ է, արև ու լույս։ Սա էլ ոսպն ու իսկական ցորենն է։ Եվ միասին կհետևենք, կտեսնենք, թե ինչքան ժամանակում է ծլում և մեծանում հարգելիներս։ Առավոտյան մի փոքր նորից ջրել եմ։ Սա սպիտակաձավարն է։ Ծաղիկներս են դրսում, քանի օր է հարգելիներս, այսպես թողել եմ դրսում, պատուհանից դուրս, հեսա բերեմ մի հատ ջրեմ, այսպես։ Մի հատ սուրճ պատրաստեմ, դրսում սուրճս խմեմ, հետո անցնեմ մնացած գործերին։ Այսպես։ Սուրճը ինձի, բանանն ու յոգուրտն էլ են չորիս։ Այսպես։ Հələ հարգելիներս, նայեք դրսից, այգուց ինչ եմ բերել տուն։ Յասաման։ Հենց էլ անուշ հոտը գալիս է, ճիշտ է ինքը շատ բացված չի, բայց շուտով ջրի մեջ կբացվի։ Հələ նայեք ինչ սիրուն է։ Հենց անուշ հոտ է գալի, հենց անուշ, որ ինքը շատ չէր բացվել, ես դրա համար շատ չպոկեցի, ընդամենը մի քանի հատ ջուր եմ կտրել և բերել եմ դրել եմ խոհանոցում։ Ամեն ծաղիկ իր գեղեցկությունը, իր տեսքը և իր բույրը ունի հարգելիներս։ Գնանք Էլենիս էլ ասենք թող գա դուրս, դաշնամուր է նվագում, որ նորից գնա դաշնամուրի։ Էլեն։
Красота, это Լևոնյանը։ Հա, ասամուլա։ Դե գնացին դուրս, արի։ Նկարիր։ Գնացինք, արի։ Գնանք դրսում սիրուն, հաճելի եղանակա։ Ստենք էստեղ սիրուն, սուրճս խմեմ, Էլեն ջան կբերես, դրել եմ ընդել, լրիվ դրել եմ սեղանի վրա, սինիի մեջը։ Թափեցի, ինչպես միշտ, ժողովուրդ ջան, կամ պիտի գազի վրա թափեմ, կամ էլ պիտի ափսեի մեջ թափեմ, ահա, ինչ սիրուն շնորհքով սուրճ եմ մատուցում։ Լավ։ Իմ հետևորդներից մեկը գրել էր, ուզում էր իմանալ Էլենը ում մոտ է սովորում եւ որտեղ է սովորում դաշնամուրը։ Ասեմ, հիմա անունը չեմ կարում հիշեմ այդ հետևորդի, բայց ասեմ, որ Էլենը սովորում է Արարատ քաղաքում, դաշնամուրը գնում է Արարատ քաղաքում, արդեն 5-րդ դասարանա դաշնամուրով եւ իր ուսուցչուհին, դաշնամուրի ուսուցչուհին Լինա Լևոնյանն է, Երգչուհի Ալա Լևոնյանի քույրիկն է Լինան ու լավ մանկավարժ է, հոյակապ մանկավարժ, երաժշտականի դաշնամուրը շատ հոյակապ դասատալ Էլենից ու ամենակարևորը մեծատառով մարդ է։ Այդքան բան հարգելներ, չգիտեմ, դուք ինձ հարցը տվել էիք, ուզում եմ իմանամ մարզից եք, գյուղից եք, այսինքն որ հարցնում եք Էլենը ում մոտ է սովորում, այսինքն դուք գիտեք, դուք այստեղից եք եւ ուզում եք իմանալ, դա ես էլ պատասխանում եմ ձեր հարցին։ Էլենից երաժշտականի ուսուցչուհին, իհարկե դաշնամուրին է, Լինա Լևոնյանն է։ Հարգելիներս, պատրաստում եմ մարոլով աղցան, թեթև աղցան։
աղցանի համար կտրեցի վարունգ, մառոլ և համեմ։ Հիմա էլ ավելացնում եմ տոմատ, ձիթայուղ, լիմոնի հյութ, աղ, սև պղպեղ և ավելացնում եմ կարմիր պղպեղ։ Մի քիչ աղ լցնենք ջրի մեջ։ Հիմա էլ ջրի մեջ լցնենք պերմենիները, հարգելիներս։ Սենց հատիկ լցնենք, խառնենք, որպեսզի չկպնի։ Հետո նոր այսենց։ Հիմա այս համեղ աղցանը տեղափոխենք գեղեցիկ ափսեի մեջ։ Հարգելի հետևորդներ, շատ համեղ, իրոք շատ տոմատով շատ համեղ է լինում ու շատ հյութեղ է լինում։ Կարող եք նաև պատրաստել առանց տոմատի։ Դե պատրաստում եմ երկու տարբերակով էլ, տոմատով և առանց տոմատի։ Դե այսօր պատրաստել եմ տոմատով այս տարբերակը։ Սա էլ է պատրաստ, հիմա սա էլ կվերցնենք կրակի վրայից, անջատենք։ Հարազատներս, դե այսքանով էլ ասեմ ձեզ բարի գիշեր և շնորհակալություն հայտնեմ կրկին ու կրկին բոլոր իմ հետևորդներից, Ժասմինից, Նվարդից, Կարինեից, Արմինեից, Անահիտից, Ծաղիկից, Լիլիթից, բոլորից հարգելիներից շատ շնորհակալ եմ ձեզանից, իրոք շնորհակալ եմ ջերմ մեկնաբանությունների համար, հարգելիներս։ Դե բոլորիդ բարի և խաղաղ գիշեր։